Անցած 2025 թվականը շրջադարձային էր Վրաստանի համար։ Նորացված կառավարության ձևավորման գործընթացն ավարտելու առումով հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում իր ելույթի ժամանակ։ Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրի կատարողականը։ Անցած տարի Վրաստանի կառավարությունում ավարտվեցին կադրային եւ ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք սկիզբ դրեցին կառավարության գործունեության նոր փուլին։ Անցած տարի Վրաստանի կառավարումը հասավ նոր մակարդակի եւ սա շրջադարձային պահ էր։ Հաշվետվությունը պարունակել է տարբեր ոլորտների վերաբերյալ հիմնական տվյալներ՝ արտաքին քաղաքականությունից եւ պետական կառավարումից մինչեւ տնտեսական զարգացում եւ սոցիալական քաղաքականություն 2025 թվականի մայիսից մինչեւ 2026 թվականի մայիսը ժամանակահատվածի համար։ Վարչապետի ելույթի մեծ մասը նվիրված է եղել արդեն իսկ կատարված աշխատանքներին, բարեփոխումների գործընթացում առաջընթացին եւ Վրաստանի նվաճումներին, այդ թվում տնտեսության ոլորտում։ Փոթիի նոր ծովային նավահանգստի զարգացման երկրորդ փուլի մեկնարկը նոր հեռանկարներ է բացում տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կապերի ամրապնդման համար։ Նախագծի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում միջին միջանցքը դարձել է ամենադինամիկ զարգացող միջազգային տրանսպորտային ուղիներից մեկը։ Հետևաբար Վրաստանի կողմից տեղափոխվող բեռների ծավալը նույնպես զգալիորեն աճել է։ Նախարարի խոսքով այս նախագիծը երկրի տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում աճող պահանջարկի ուղղակի եւ արդյունավետ պատասխանն է։ Այս տարվա առաջին 5 ամիսներին միջին միջանցքով տեղափոխվող բեռների ծավալը աճել է 21%-ով, իսկ վրացական նավահանգիստներ մուտք գործող նավերի տոնաժը 19%-ով։ Աճ է գրանցվել գրեթե բոլոր հիմնական ոլորտներում, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է մեր երկրի աճող դերը տարածաշրջանային եւ միջազգային լոգիստիկայում։ Ըստ Կվրիվիշվիլիի այս համատեքստում լրացուցիչ $40 միլիոն ներդրումը հատկապես նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կբարձրացնի Փոթիի նոր նավահանգստի թողունակությունը։ Երկրորդ փուլի ավարտից հետո նավահանգստի թողարկությունը կհասնի 3 միլիոն տոննայի, կբարձրանա շահագործման արդյունավետությունը եւ կարագացվի բեռնափոխադրումը, ինչը դրականորեն կանդրադառնա Վրաստանի մրցակցության վրա։ Առաջին փուլում արդեն ներդրվել է $93 միլիոն, որը ստեղծել է 360 աշխատատեղ։ Նախագծի ներկայիս փուլում նախատեսվում է ստեղծել եւս 50 աշխատատեղ։ Նախարարն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը հետևողական եւ հստակ քաղաքականություն է վարում լիովին ինտեգրված տրանսպորտային համակարգ ստեղծելու ուղղությամբ, որտեղ նավահանգիստները, երկաթուղիները, միջազգային մայրուղիները եւ լոգիստիկ կենտրոնները կգործեն որպես մեկ միասնական ցանց։ Նախարարի խոսքով Փոթիի նոր նավահանգստի զարգացումը, Անագլիայի խորջերյա նավահանգստի կառուցումը, երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումը եւ արևելք-արևմուտք մայրուղային միջանցքի զարգացումը այս տեսլականի մասն են։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը X-ի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը Ռուբեն Ռուբինյանին, որի հետ 4 տարվա ընթացքում ձևավորել ենք արդյունավետ համագործակցության մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական հաջողություններ, նաեւ նոր պաշտոնում։ Հիշեցնենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան $700 միլիոն արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչներ վաճառելու մտադրության մասին։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը։ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է արտոնել այս ապրանքների արտահանումը, հաշվի առնելով քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների եւ զենքի վերահսկողության նկատառումները, նշվել է պետքարտուղարության կողմից Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ։ Կոնգրեսն ունի 15 օր, որպեսզի համատեղ բանաձևով մերժի վաճառքը, եթե ցանկանում է արգելափակել այն։ Առաջարկը պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատներում։ Ըստ Reuters-ի, շարժիչների մատակարարումը կարևոր ժեստ կլինի Անկարայի համար հուլիսի սկզբին այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Ինչպես նշում է գործակալությունը, խոսքը General Electric շարժիչների մասին է, նախատեսված Թուրքիայի կողմից մշակվող 5-րդ սերնդի ԿԱԱՆ կործանիչների համար։ Դրանք ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանքն են։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է որոշում կայացնել Թուրքիային ամերիկյան ռազմական մատակարարումների, այդ թվում F-35 կործանիչների վերաբերյալ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարիա Միքայելը բողոք է հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ազգային օդային տարածքի, տարածքային ջրերի եւ միջազգային օդային երթևեկության կանոնների խախտումների դեմ, հաղորդում է Cyprus Mail-ը։ ՄԱԿ-ին ներկայացված փաստաթղթում նշվում է, որ մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Թուրքիան ընդհանուր առմամբ 520 անգամ խախտել է Կիպրոսի օդային տարածքը եւ 23 անգամ տարածքային ջրերը։ Կիպրական կողմը նաեւ ընդգծում է, որ գրանցված միջադեպերից բացի թուրքական ուժերը գրեթե ամեն օր խախտում են կղզում ռազմական ստատուս քվոն, միաժամանակ ընդլայնելով իրենց ռազմական ենթակառուցվածքներն օկուպացված տարածքներում։ Դեսպան Մարիա Միքայելի խոսքով այդ գործողությունները Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության շարունակական խախտում են եւ լիովին հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը։ Ի թիվս էներգետիկայի բնագավառում համագործակցության մի շարք հարցերի քննարկման հիմնական թեման եղել է Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Նախարարի տեղակալը նշել է ծրագրի կարեւորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար եւ հույս է հայտնել հնարավոր սեղմ ժամկետներում այն ավարտելու վերաբերյալ։ Իրանական կողմը եւս կարևորել է ծրագրի ավարտը, ինչը հնարավորություն կտա ավելացնելու մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները։ Կողմերը պայմանավորվել են համատեղ վերահսկել ծրագրի ընթացքը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի հետ բանակցությունների շրջանակում Թեհրանի ակտիվների ապասառեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին Իրանն անվանել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նոր շուկա։ Այն արտահանման մեծ շուկա կլինի, կարծում եմ, շատ մեծ, հայտնել է Թրամփը ելույթ ունենալով Սպիրակ տանը ամերիկացի ֆերմերների հետ ընթրիքի ժամանակ։ Հիշեցնենք, որ պայմանավորվածությունների շրջանակում ապասառեցված իրանական միջոցները դե ֆակտո չեն հայտնվի իրանական իշխանությունների տնօրինության տակ։ Վաշինգտոնում պնդում են, որ այդ միջոցներն ուղիղ փոխանցվեն ամերիկյան ընկերություններին, որոնցից Իրանը կկարողանա ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանք, բժշկական սարքավորումներ եւ այլ ապրանքներ։ Իրանական լրատվամիջոցները գրել էին, որ Թեհրանը կստանա $12 միլիարդ երկու տրանշով։ Սակայն Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը իր ակտիվների ապասառեցման դեպքում չի ցանկանա դրանք ծախսել ամերիկյան արտադրանք ձեռք բերելու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ակնկալում է, որ մոտ ժամանակներս կկարողանա սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ճապոնիայի ազգային մամուլի ակումբում։ Անվիճելի է մեկ բան՝ գոյություն ունի փոխըմբռնման հուշագիր, եւ այնտեղ ուղղակիորեն նշված է, որ հուշագրի միջուկային մասը կգտնվի հսկողության ներքո։ Հսկողությունն իրականացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Հսկողության իրականացման համար անհրաժեշտ են տեսչական ստուգումներ, այլ տարբերակ չկա։ Տեխնիկական աշխատանքն արդեն սկսված է եւ մենք ակնկալում ենք տեսչական ստուգումները սկսել մոտ ժամանակներս։ Միացյալ Նահանգների եւ Իրանի նախագահների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հունիսի 21-ից 22-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ Կատարի եւ Պակիստանի միջնորդությամբ։ Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը Բյուրգենշտոկում ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ չի քննարկել իր միջուկային օբյեկտների նոր տեսչական ստուգումների հարցը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերությունների ներկայվիճակի հեռանկարները, նաև տարածաշրջանային օրակարգի հարցեր հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Մամեդովը զրուցակցին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների ղեկավարման գործընթացի մասին եւ ընդգծել խաղաղ գործընթացի ավարտի համար պարտավորությունների կատարման եւ վստահության ամրապնդման կարեւորությունը։ Հանդիպանը քննարկվել է նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբականակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Բալաջարայի կայարանից ուղարկվել է ռեգուլյար տեսակի ավտոմոբիլային բենզինով 18 վագոն, 971 տոննա ընդհանուր քաշով, նաև 8 վագոն դիզելային վառելիք, 467 տոննա ընդհանուր քաշով։ Մինչև օրս Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14000 տոննա դիզելային վառելիք եւ ավելի քան 4000 տոննա ռեգուլյար եւ պրեմիում տեսակի բենզին։ Մինչև այս պահը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան
34,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար եւ 414 տոննա անտրացիտ։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։